Ամեժան բացվում են ծաղիկները, գիշերը անձրև է եկել, օդը լավ մաքուր է, բարի խաղաղ առավոտ բոլորիս սիրելի հետևորդներ ջան, հովուզով է սկսվել օրը, գիշերվա անձրևից հետո հովուզովությունը, թեթև քամի սառն է փչում. Եկ այս կողմ վարդերից հոտ քաշեմ, առավոտ շուտ, շատ լավն են, այս հեռավորությունից անգամ իրանց անուշ բույրը գալիս է, իրական գույնը սա է, բռնյացի ես պահը, հրաշքներս, լիլիայի կոկոմները երեկվա հետ համեմատած ավելի են մեծացել, պատրաստվում են բացվելու, իսկ այստեղ, թեպետև մեր արևը մեկն է, անկրկնելի է և երկնքում է, այստեղ շողշողում են իմ արևները, որոնք նույնպես անուշ բույր ունեն, սրանք այն վիճակն է, որ ամբողջությամբ դեռ չեն բացվել, մեխակներս, ծաղիկներս, այստեղ նորություն ունեմ, սիրելի հետևորդներ ջան, մի տեսեք ես հրաշքին, սա ես նվեր եմ ստացել, սպիտակ վարդը շոտ երկար մնաց կոկոն վիճակում, որը իհարկե լավ է, շատ երկար կվայել ենք, այստեղ ավազե սարը և իմ վարդերի շարքը, այստեղ էլ ունեմ ջերմոցային վարդ, որը նոր է ուզում բացվի, հիմա պտտվենք մի հատ վարդերի մոտ, առավոտ շուտ ուզում եմ իրանց թերթիկները հավաքեմ ու պտտվենք, ճանապարհը փակել է, այս խոտերն էլ պետք է հավաքեմ, արդեն լավ չորացել է, թափվում արդեն թերթիկները, չեմ թողի որ թափվի, սիրունս, ճիշտ ժամանակին եմ հասել ու պետքա թերթիկները հավաքեմ, վախ, ես ինչ լավն է, տրամաչափը մեծ, կոկոմներ էլ ունի և պետքա մի քիչ արագացնեմ, սիրելի հետևորդներ ջան, քանի դեռ չեն թափվել թերթիկները, տեղին վարդս ավելի է բացվել, սա էլ է խոշորանում, ռոզի վարդերն էլ են հրաշք, բոլոր վարդերի գույները սրանից են ստանում պատկաստման միջոցով, թերթիկները ես հավաքեմ, այսինչ հավաքում եմ, շատ չեմ սեղմում ու քաշում եմ, այս մասուրները առայժմ թողնում եմ, մի հատ թերթիկները քաղեմ, սրանք չեմ հավաքում, թողնեմ սիրուն մնա, իմ պարտեզում, վարդերի պարտեզում, առաջ եմ գալիս, մի խոսքով ավելի հասունացածներն եմ քաղում, սիրելի հետևորդներ ջան, այսպես, քանի որ սրանց մեջ այն ինչ որ ինձ պետք է ավելի շատ է, այս մեկն էլ քաղեմ, գնալու, հեսա, այսպես, ավելի հասուն թերթիկները մի խոսքով, գալիս ենք այստեղ, սրան թողնում ենք, ես է կարամ քաղեմ, սիրունի, օպա, այսպես, այս մեկն էլ, այս մասին քիչ հետո ավելի մանրամասը, սիրելի հետևորդներ ջան, քանի դեռ ցողաթաթախը, ես հավաքեմ, տեսակ ինչքան առաջացել, այ սիրուն ջան,
Այս կողմից թաքնվել աստեղ, ոյ։ Այստեղ շատ է։ Ներքևի վարդի թերթիկները հավաքեցի ու հիմա շատ մի հետարքիր բան եմ ցույց տալի, վարդի վրա նստած ցողը, նկատում եք, սիրելի հետևորդներ ջան, ահա, հստակ երևում է, կարծում եմ իմ տեսախցիկը փոխանցում է, սրա վրա էլ կա ցողը նստած ու սրա վրա էլ։ Այ հենց դրա համար էլ շտապում եմ հավաքել, ամենաճիշտ ժամանակն է։ Այս հենց բուռնեմ, ցողը ներս է մնա։ Եվ բոլորը այս ձևով եմ հավաքել։ Նույն ձևով շարունակեմ։ Դիր։ Մատիվանը կողքին էլ թողել։ Գասնեմ մի հատ, սիրելի հետևորդներ ջան, իմ մի աման է լցվեց։ Տարել եմ տուն, ես եմ բերել, ստեղ իմնել հավաքել։ Ամեն մի րոպեն թանկ է այս պահին։ Ստեղ վերցողը կա, մի խոսքով լավ հասցրի։ Այս ներքև, որ այս կողմը, արի սիրելի ջան։ Համբերատար սպասեի, մինչև քաղեմ, հետո արդեն կգնամ տուն ու տնից կզրուցեմ։ Այսպես, ամեն մի րոպե պետք է ճիշտ կառավարենք։ Որպեսզի լավն է։ Այս մի ամանը լրիվ սրանից եղավ։ Էլի կա, այս մեկն էլ։ Որոշ միջատներ կան։ Լավա, այս մեկն էլ է վերջ։ Հետո արդեն մնացած կոկոնները, որը կիսաբաց է, որը բացված արդեն, նրանք է կգեղեցկացնեն։ Այս խոտերը հլա չեմ հավաքում, քանի որ անձրև է եկել խոնավություն ունի, մի քիչ օրը կբացվի, մի քիչ գործել կանեմ, հետո խոտն էլ կհավաքեմ։ Լավ եղավ։ Խոնավ է էլի, ճիշտակույր ես անեմ։ Արդեն արևը ամպերի տակից դուրս եկավ։ Այնքան լավն է այս չորացած խոտի հոտը, յուրահատուկ է։ Այս գործ
Էսն էլ առաջ տվի։ Անմիջապես իջել եմ ներքևի ծաղկանոց, ստեղ գիտեք, որ վարդերի շարք ունեմ եւ մուկ կարմիր վարդերը ստեղ ավելի շատ ունեմ ու հիմա էս էլ հավաքեմ բռիս մեջ, այսպես Опа, սիրունը Այս մեկը դեռ բացվելու տեղ ունի, չեմ հավաքում, սա նույնպես, վերևի մասում ունեմ, արևը բացվեց արդեն, գնացինք, շարքի վերևն եմ հասել, այս մեկի միջուկը ինչքան հետարքիր է, սրան էլ եմ հավաքում, հավերս ցորենը կերել են, սպասում են խոտին, այսպես, Տեղավոր է ստեղ Վարդերի աման Սիրունները Մի հատ տանեմ տուն Հետո հավերի համար խոտ հնձեմ Եկա Ջան փայք բողում հավիտներ ջան Բերել եմ ձեր փայը Շոկը բռնել ասիրել է հետևորդներ ջան Այսքան խոտ եմ հնձել, տեսականին ինչպես միշտ շատ է Այ, ծանրել է Բայց էլ կրանը ամբեր են հավաքվում Լատենանք Շոկ կմնա, թե անձրև կգա կզովացնի Գնացեք հլա, գնացեք Քանի որ խոտերը երկար էլի ստեղ Ջուրը խմել է, ծորեն նոտում են ու ջուրը վռաս խմում, այ, եկեք, ամեն ինչ էլ կա, էլ կթնախոն, էլ լոբախոն, էլ շուշան, այսպես շուշան էլ եմ հնձել, սրել հետևորդներ ջան, և աղջում շուշան էլ կա, այս մասում էր, այս մի հատը վերցնեմ, որ ցույց տամ, հեսա, Ստեղ դնեմ, որ ցույց տամ Մի վախեք Այ, մնա Երեք նուկ եմ վերել, երեք նուկ, սիրում է չի սիրում Դրան բան կայմարել Դուշ չի գալի Անջար չկա իստի Ես աջուր էլ կբերեմ, հավիկներ ջան Գնացեք լայդ գերեք, մինչև ջուրը բերեմ Վարդերը ստանն են, ապահովա, սիրել հետևորդներ ջան Բայց պետք է հավերիս էլ ապահովեի, չէ Ուրեմն սիրել հետևորդներ ջան, ես էլ իմ բաղջի Շուշանը, քանի որ սենք ծողերը բարակ է, դե ծառերի շվաքումն է աճում էլի, այդ պատճառով չեմ քաղել, չեմ օգտագործել, չնայած որ այս իր թերերը նույնպես շատ համբով է լինում, որ աղցան ենք անում, ձվով, սխտորմածունով, մի խոսքով, շատ լավն է։ Ուտիր, հավերս կուտեն ձուկած են։ Գնամ ջուր էլ բերեմ։ Խոտ ինչ ամփապը հեին այ։ Առանց ջուր չեմ կարա թողամ։ Ինչքան կարևոր գործել է, պետք է հավերի ջուրը լցնեմ։ Շատ հարմար է, որ սենց ամաններում մի քանի տեղ գնում եմ, հազիվս ստի եմ լատենամ ինչ կա չկա,
Amen. Ja, enorm Dimana. Ay, Աստվածոն։ Որ ասում եմ արժանի են սենց ուշադրության։ Իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, Շուշան Նարգիս Վարդմանուշա, գնանք վարդով զբաղվենք, հավերս ապահով են։ Ես իմ կոֆե գրել եմ, սիրելի հետևորդներ ջան, սաղնալից լիմոնը բերեմ, ամեն բան պատրաստել եմ այստեղ, շուրջս եմ հավաքել, բայց սկզբում, քանի որ կոֆե չեմ խմել, մի հատ կոֆե, դուք էլ ձեր կոֆեն դրեք և միացեք ինձ այս ժամին, քանի որ հետարքիր է լինելու։ Վարդի ջուր եմ ուզում պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, քանի օր սպասում եմ, որ վարդերս լավ բացվեն, առավոտ շուտ վեր եմ կացել, ցողակատաղ վարդերը ձեր հետ միասին քաղեցի թերթիկները, ահա խնդրեմ, մեկը սա է, իսկ մյուսը, որ ավելի հետարքիր ստացվեց, որ սենց հենց վարդի տեսքը պահպանել, ահա, հրաշալի։ Ինձ եմ մոտեցրել 3 կիլոգրամանոց մաքուր բան կա, և իհարկե ես ցամքոսն եմ բերել, որ վարդերը ջոկջկեն, քանի որ ինչքան էլ որ վարդ է, բայց բլոճներ են հավաքվում, բլոճները նույնպես խելք ունեն ու սիրուն բաների վրա հավաքվում են։ Նաև այստեղ ինձ պետք է գալու լիտրոնի աղ, սիրելի հետևորդներ ջան, հիմա սպասում եմ կոֆեն եփի, չնայած ջուր էլ պետք է եռացնեմ, բայց երման ջուր է նաև պետք։ Ասեմ, որ վարդի ջուր պատրաստելը համ շատ հեշտ է, բոլորդ էլ կարող եք պատրաստել տնային պայմաններում, ձեր տանը, եթե վարդեր չունեք աճեցրած, կարող եք խնդրել հարևանից, բարեկամից, ծանոթից և այս շրջանում վաղ առավոտյան ժամերին վարդի թերթիկներ քաղեք և պատրաստեք ձեր համար վարդի ջուր, որը թե օգուտ է արտաքին օգտագործման, եթե ներքին օգտագործման համար և իհարկե վաննաներ ընդունելու համար շատ լիքը կարևոր հատկություններ ունի վարդի ջուրը, վարդի թերթիկները, նաև մուրաբա են պատրաստում, շատերդ գիտեք, բայց այսին վարդի տեսակները մուրաբա պատրաստելու համար չէ, կա հատուկ վարդ, կարող եք հիշեցնել անունը, դատարով է սկսվում, պահի տակ մոռացա և սիրելի հետևորդներ ջան, դա այն խճուճ վարդն է, մենք հիմնականում խճուճ վարդ ենք ասում, բայց ինքը յուրահատուկ անուն ունի, ինչև է սիրելի հետևորդներ ջան, շատ կարևոր է, հատկապես կանանց համար, ակտիվություն է մտցնում մեր մեջ, գեղեցկացնում է թե դեմքը, թե մաշկը, ամբողջ մաշկը, մազերը, եղունգները, իսկ ներքին օգտագործման համար արդեն ինքը գործում է մարմնի ներսից, սիրելի հետևորդներ ջան, սպասում եմ անհամբեր, որ կոֆեն եփի ու այս գործողությունները ձեր հետ կատարեմ, որը շուտով արդեն կեռամ։ Մինչև իմ կոֆեն կեռար, ես ջուրն եմ բերել թեյնիկով, որ եռացնեմ, բայց քիչ անց։ Ահա, իմ կոֆեն եփեց, շատ բարի։ Հիմա լցնում եմ և մի կողմ դնեմ։ Այսպես։ Որպեսզի ես հեշտ լինեմ և նաև դուք հաճելի դիտեք այս պահերը և ավելի հասկանալի, հիմնականում մոտեցնում եմ։ Սիրելի հետևորդներ ջան, ամենագլխավորը վարդի ջուր օգտագործելու, որ կանխում է ծերությունը։ Հիմա պետք է ստուգեմ, արդեն ես որ սիրուն սենց դասավորել էի, պիտի այստեղ լցնեմ։ Շատ սիրուն է, ախր շատ։ Չենք լվանում, լվանալ չի կարելի, սիրելի հետևորդներ ջան, եթե իհարկե ուզում ենք բոլոր օգտակար հատկությունները վերցնել մեզ։ Թերթիկները հատ առ հատ ստուգելով լցնում ենք բանկայի մեջ, կամ էլ ինչ-որ մի հարմար էմալապատ տարայի մեջ։ Ինձ այս պահին բանկան է հարմար։ Դուք էլ կարող եք այդպես վարվել և բանկա վերցնել։ Այստեղ ես մի քիչ երկար կզբաղվեմ, սիրելի հետևորդներ ջան, ջոկջկելով բլոճները, չնայած ոնց որ թե չկան, քաղելու ժամանակ հնարավորինս իրանց հեռացրել եմ, թացություն ունի և անուշ բուրում է, աշխատում ենք նաև չճմրթել և արագորեն, լցնում եմ այնտեղ։ Քանի որ վարդի այս թերթիկները հասունացել են արդեն, իսկ ժամանակն է, վարդի թերթիկների մեջ պարունակում է լիքը վիտամիններ, եթերայուղեր, հանքանյութեր,
ինչքան որ ես գիտեմ, դա եմ ձեզ փոխանցում, ավելի մանրամասը կարող եք դուք ճշտումներ կատարել եւ համոզվել, որ իսկապես արժե վարդի ջուր պատրաստել։ Երբ որ ես վարդի ջուր եմ պատրաստում, հիմնականում խմելու համար եմ պատրաստում, կարող եմ նաև չորացնել ձմռան համար։ Ահա։ Լավն են, շատ լավն են։ Ճիշտ ժամանակին հավաքեցի եւ չի փչացել։ Բլոճներ չկան։ Հավաքելու ամենալավ ժամանակը վաղ առավոտյան ժամերն են, լուսաբացին եւ ամենաուշը մինչեւ ժամը 8 ծայրահեղ մինչև ժամը 9 սիրելի հետևորդներ ջան, որպեսզի արևի ճառագայթներից, ուժեղ ճառագայթներից չոչնչանան, չգոլորշիանան, եթերայուղերը հատկապես։ Տեսականին շատ է, գույները լավն են, բացակայում է միայն սպիտակը եւ դեղինը, բայց քանի որ կոկումած է, դա արդեն հարմար չէ վարդի ջուր պատրաստելը։ Թեթևակի սեղմում եմ, ահա, այսքանը կտեղավորվի այս բանկայի մեջ, պատահում է, որ թերթիկներից որևէ մեկը վնասված է լինում, ճաքճքած է լինում, դա հիմնականում դրսի կողմի թերթիկներն են լինում, կարող եք դա չլցնել և ջոկել։ Մինչև որ ես կջոկեմ, շատ ժամանակ կգնա, սիրելի հետևորդներ ջան, հնարավորինս ձեր հետ արեցի, որպեսզի դուք էլ տեսնեք, թե ինչպես եմ կատարում, ահա, եւ գտա բլոճին, ահա, եւ այն կողմ, ընկավ գետնին։ Այդպես, ցանկալի չէ ոչ մի բլոճի ներկայությունը վարդի թերթիկների մեջ։ Իմ սառնան անցավ հանգստի ռեժիմի եւ ինձ ավելի հեշտ կլինի, քանի որ գիտեք, որ յուրաքանչյուր աղմուկ տանել չեմ կարողանում եւ ավելի հանգիստ միջավայր եմ սիրում եւ ավելի հաճելի գործս կանեմ հիմա։ Ես սկսեմ առանց ձեզ այսքանը դասավորել այստեղ, ասեմ, որ ամբողջը լցնելու եմ։ Մի հատ շրջեմ, որ դեղիններից էլ գնա կենտրոնական մասը ու նոր միայն, քանի որ ամենաառաջ քամելիոն վարդերն եմ ջոկել։ Եթե կավելանա, արդեն կփռեմ շորի վրա եւ կթողնեմ չորանը։ Այսպես։ Խենթացնող բույրը։ Մինչև որ այս ամենը կանեմ, սիրելի հետևորդներ ջան, մնացած մանրամասների մասին այս ամենը կատարելուց հետո։ Այդ ընթացքում նաև ես կհասցնեմ իմ կոֆեն վայելել։ Շարունակում եմ վարդի թերթիկները ջոկջկել, ամենալավագույնները, որոնք պատրված չեն, վնասված չեն, որը շատ կարևոր է։ Եվ արդեն այսքան ջոկել եմ։ Ջուրը դրել եմ եռալու։ Մինչև որ այսքանն էլ կջոկեմ, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ հիշեցնել, որ մի հատ լավ աշխուղական երգ կա վարդի ջրի մասին, եւ շատերդ միգուցե կհիշեք, կիմանաք այդ երգը, երգեր կան աշխուղական, որ շատ են մոռացվել, եւ այս պահին ես ուզում եմ նաեւ դա նույնպես ձեզ հիշեցնել, այդ երգը հիշեցնել աշխուղական։ Սիրող զույգերի մասին է։ Երբ որ առաջվա տարիներին, վաղ թվերին, սիրելի հետևորդներ ջան, բոլորդ էլ գիտեք, որ շուտ էին ամուսնացնում աղջիկներին, 12-13 տարեկանից ամուսնացնում էին աղջիկներին, այդպես էր ադաթը, սենց ասեմ, հա, եւ այդ մասին աշուղները մի հրաշալի երգ են հորինել ու երգել, որը հիմա նաեւ ժամանակակից է դարձել, երկու ձևով էլ լսելը շատ անչափ հաճելի է, կարող եք Google-ին հարցում անել եւ այդ երգը կբերի ու կլսեք։ Մի քանի տող հիշեցնեմ, որտեղ ասում է աղջիկն է երգում, ասում է ես բուջուր եմ, որդի ջուր եմ։ Շատ լավն է այդ երգը, ուղղակի կշաքախվել կարելի է այդ երգը լսելով։ Այնքան մանավանդ Արաքսի Գյուրզադյանի կատարմամբ այդ երգը ես շատ եմ սիրում եւ դուք էլ կլսեք անպայման։ Ջուրը դեռ չի եռում, սիրելի հետևորդներ ջան, չմոռանաք, որ պետք է թեթևակի սեղմել, ահա,
Այսքան վնասված թերթիկներ եմ ջոկջկել, քանի որ սրանց վրա փորձարկում եմ կատարելու ձեր համար, որ դուք իմանաք, թե որն է տարբերությունը այն գործողության, որ ես պիտի կատարեմ։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, չուզեցի այս ժամանակը, այս ընթացքը մենակ անցկացնել, ձեր հետ զրուցել եւ ասել այդ մանրամասները։ Ուրեմն, այստեղ այս բանկայի մեջ ջերման ջուրը պիտի լցնեմ, հետո կիտրոնի աղ, 1 թեյի գդալ, լիմոնը պիտի ճզմեմ, ամբողջական լցնեմ այստեղ։ Եթե այդ գործողությունը չանենք, մենք չենք ունենա գունավորում, այսինքն վարդի թերթիկները իր գույնը չի փոխանցի ջրին, ինչքան էլ որ ջուրը եռման ջուր է, դե որ ասենք թեյ ենք եփում, եռման ջուրը լցնում ենք, անմիջապես գույնը դուրս է գալի, չէ՞, բայց այդտեղ մի գաղտնիք բացեմ, սիրելի հետևորդներ ջան, յուրաքանչյուր այդ գույնը դուրս գալու համար, հատկապես վարդի թերթիկների պարագայում մեծ գործողություն է կատարում լիմոնի աղը եւ լիմոնը, դե աղը իր գործողությունն է անում, իսկ լիմոնը արդեն լիմոնի հյութը հաճելիորեն մենք կարողանում ենք օգտագործել, հոտ քաշել, այս վարդի ջուրը կարող եք նաեւ հատուկ ամանների մեջ լցնել, մշտապես պահել ձեր կոսմետիկաների կողքին եւ առավոտյան լվացվելուց հետո ձեր դեմքին նախապես վարդի ջուր ցողել։ Այնքան բաներ կա այս մասին, որ աշխատում եմ ամեն բան հիշել եւ ասել, տեղեկացնել իմ իմացածը ձեզ փոխանցել։ Այդպես, սիրելի հետևորդներ ջան, ասեմ նաեւ, որ այս ջուրը ես թողնում եմ 1 օր, այսինքն 24 ժամ, ոնց սիրում ենք երբեմն ասել, 1 սուտկա եւ հաջորդ օրն եմ քամելու։ Քամելուց հետո նաեւ ավելացնում եմ մեղր, երբ որ տաք ջուրը լցնում ենք, եռման ջուրը լցնում ենք, այդ ժամանակ չի կարելի մեղր լցնել, ու քանի որ ես պիտի խմեմ, նաեւ զովացնող ըմպելիք է համարվում, սիրելի հետևորդներ ջան, ամռան համար բնական զովացնող ըմպելիք է դառնում, տեսնում եք ինչքան լիքը կարևոր հատկություններ ունի եւ արժե իսկապես այս շրջանում վարդի թերթիկներից ջուր պատրաստել եւ վայելել։ Ոչ միայն ծերությունը կանխելու համար կամ մաշկը, մազերը, եղունգները գեղեցկացնելու եւ առողջ լինելու համար, այլ նաեւ զովանալու համար, որը նույնպես շատ կարեւոր է։ Երբեմն շատ պաղպաղակներ ենք օգտագործում եւ կարելի ասել պաղպաղակներից չենք հագենում, անընդհատ ուզում ենք ուտել, բայց չի զովացնում։ Իսկ այ առաջվա տարիների պաղպաղակները զովացնում էին նաեւ, հիմա այդ ռեցեպտով ինձ թվում է չեմ պատրաստում, մոռացվել է այդ սովետական տարիների պաղպաղակի ռեցեպտները, քանի որ ես ինքս պաղպաղակի սիրահար եմ, ամեն տեսակ պաղպաղակ փորձել եմ, դուք նույնպես իհարկե եւ տարբերությունը զգում եք։ Այդպես, շարունակեմ ջոկջկել, մինչև ջուրը կեռա, սիրելի հետևորդներ ջան։ Այսքան։ Ջուրը եռացել է, անջատել եմ, այսքան թերթիկներն էլ ստեղ եմ լցնում, որպեսզի տարբերությունը ձեզ ցույց տամ, թե ինչպես է գույնը դուրս գալի եւ դուրս չի գալիս, այսինքն կիտրոնի աղ եւ լիմոն երբ որ լցնում եք, վարդի գույնը լավ դուրս է գալի, իսկ ուղղակի եթե եռման ջուր եք լցնում, ինչքան էլ վարդերը գունավոր են, ապա ջուրը դուրս չի գալի։ Նորից այնպես դասավորեմ, որ իմ անելու գործողությունը դուք հաճելի դիտեք, սիրելի հետևորդներ ջան, այստեղ շատ տաք է։ Եվ ամենաառաջ եռման ջուրն եմ լցնում։ Ինչքան որ կգա կլցվի։ Այսպես։ Բանկան արդեն եռման աստիճանի դարձավ։ Կարելի է թեթևակի փայտե գդալով սեղմել, որպեսզի շատ ավելորդ ջուր չգնա, հա։
ջուր ասելով այնպես չի, որ պետքա ջրալի լինի, պետքա նաև թանձրություն ունենա։ Հատկապես, երբ որ պիտի օգտագործեք դեմքի մաշկի համար, ընդհանրապես, բայց դե խմելու համար արդեն ցանկության դեպքում, մանավանդ որ մեղր եմ ավելացնում, մի փոքր ջուր եմ նաև ավելացնում, արդեն պատրաստի վարդի ջրի վրա։ Բնականաբար թերթիկները թեթև են և վերև բարձրացան, արդեն իսկ թեթևակի գույն եմ նկատում այստեղ, բայց դա ամբողջ գույնը չէ, քանի որ ավելի հաճելի գույն է ստանալու, այսպես, մի քիչ էլ, մյուսի համար նորից ջուր կերացնեմ, չի խանգարում և իհարկե ձեզ ցույց կտամ։ Հիմա կարելի է այստեղ փակել, ամեն դեպքում արդեն կարող եմ լցնել այստեղ, ահա, արդեն իսկ գույնը երևում է, բացում եմ կիտրոնի աղը և մեկ թեյի գդալ այսքանի, ոչ շատ լիքը, արագորեն նորից տարածում, տեսակ ինչպես ակնթարթով են գույնը երևաց, հիմա հանգիստ ենք թողնում, ծածկում և մի կողմ ենք դնում, կարող եք և փաթաթել և չփաթաթել, իսկ ես մի քիչ շուրջս հավաքեմ, սիրելի հետևորդներ ջան, և մի քիչ էլ ջուր եռացնեմ այս մյուս թերթիկների համար, որպեսզի փորձը տեսնենք։ Շատ պետք չէ, մի քիչ։ Սպասենք եռա։ Տեսնում եք, որ ջուրը եռաց, որը պիտի լցնեմ այս մեկի մեջ, որի մեջ ոչ լիմոն եմ լցնելու, ոչ էլ կիտրոնի աղ։ Իսկ ահա այս մեկ արդեն, ինչքան էլ որ տաք, հասցրեցի այստեղ, որպեսզի ձեզ ցույց տամ, և հիմա տեսեք տարբերությունը, սիրելի հետևորդներ ջան, ահա, մոտեցնեմ, մքվել է լավ, և նորից հանգիստ թողնեմ, այս մեկի ջուրը լցնեմ։ Հենց եռալով լցնում ենք։ Չեսնեմ։ Մի քիչ ջուրը քիչ ստացվեց, բայց դա չի խանգարում և հիմա շուտով պարզ կլինի։ Մի կողմ կդնեմ և ցույց կտամ, արդեն իսկ ահա երևում է։ Ծածկում եմ և դնում սրա կողքը։ Մի փոքր սպասելուց հետո նորից կմիանամ ձեզ։ Սիրելի հետևորդներ ջան, մոտ կես ժամ ավել անցել է, դիտման մի քիչ երկար եմ սպասել, որպեսզի արդյունքը ավելի լավ նկատելի լինի, հատկապես ձեր համար, քանի որ բանկան դեռևս տաք է, բռնիչով վերցնեմ և մոտեցնեմ։ Այսպես։ Արդյունքը շատ հրաշալի է։ Մի հատ բանկան բացեմ, հետո նոր կանցնենք հաջորդ բանկային։ Շտապում եմ այս բույրը շնչել նորից։ Ուխ, ընտիր։ Մի հատ փայտե
տալով էլի տակու երեսանեմ, որպեսզի ավելի լավ նկատելի լինի ձեր համար, ահա, հավեսի եմ բերում ձեզ, տրամադրում եմ, անպայման կփորձեք եւ չեք փոշմանի, թե ներքին օգտագործման համար, այսինքն խմելու, եւ թե արտաքին օգտագործման համար, որպես դեմքի խնամք հատկապես, կարող եք նույնիսկ այսպես պատրաստել եւ վաննա ընդունելու ժամանակ մի քիչ շուտ, մի քիչ լցնել այդ ընդհանուր ջրի մեջ, ծովի աղի հետ սիրելի հետևորդներ ջան, արդյունքը հրաշալի, մի կողմ եմ դնում, որպեսզի հովանա, հովանալուց հետո սառնանում եմ տեղավորելու, հիմա այս մեկը ցույց տամ, որը նույնությամբ մնացել է եւ ջուրը սպիտակ է, սա մեզ պետք չէ, մի կողմ կհովանա, բայց ամեն դեպքում այդ ջուրը չեմ թափի եւ իմ ծաղիկները կջրեմ սենյակային, իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, վլոգս մոտեցավ իր տրամաբանական ավարտին, այսօր որ ես առավոտ շուտ վեր կացա հատուկ, որ ցողաթաթաղ վարդերը քաղեմ եւ վարդի ջուր պատրաստեմ, նաեւ տրամադրեմ ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, անպայման կփորձեք եւ արդյունքների մասին ինձ անպայման կգրեք, որ փորձել եք։ Ես ուզում եմ, որ անպայման դուք փորձեք այս հրաշքը, թե որպես զովացնող ըմպելիք եւ թե որպես օգտակար իր ամեն ինչով։ Կանխում է ծերությունը, նորից եմ հիշեցնում սիրելի հետևորդներ ջան, իսկ մենք կանայքս ինչ ենք ուզում, միշտ մնալ երիտասարդ։ Անկախ ամեն ինչից թե վարդի ջուր կխմենք, թե ոչ, միշտ մեզ երջանիկ զգանք, միշտ մեզ ավելի երիտասարդ զգանք, չհաշվենք մեր տարիքը եւ ուրախ ապրենք։ Մեր աշխարհն էլ խաղաղ լինի, վայելենք մեր աշխարհի խաղաղությունը։ Մինչ հաջորդ վլոգ եւ հաջորդ վլոգում ձեր հետ կփորձեմ այս հրաշալի իմպելիքը, որ պատրաստեցի։ Պոկա, պոկա, պոկա։